Շատ հուզիչ պատմություն խղճի մասին, իսկ դուք գիտեք։ 1942 թվականի վարար գարունն էր։ Արաբական ծովում լողում էր մի նավ, որն ասես լողացող դագաղ լիներ։ Նավի վրա 740 երեխաներ էին, Լեհաստանի ավերածություններից հետո իրենց ծնողներին կորցրած որբերը, 1 տարեկանից մինչև 14 տարեկան աղջիկներ և տղաներ։ Նավի անձնակազմն ուզում էր հնարավորինս շուտ ազատվել ավելորդ բեռից, սակայն պատերազմի մեջ գտնվող եվրոպական երկրները, որոնց մեծ մասը սիրով և հոժարությամբ համագործակցում էր նացիստների հետ, հրաժարվում էին ընդունել որբերին։ Վերջին հույսը Ֆրանսիան և Անգլիան էին, որոնք նույնպես հրաժարվեցին։ «Դա մեր խղճի գլխացավանքը չէ», ասացին անգլիացիները։ Երեխաներն արդեն ուտելու ոչինչ չունեին և հաշտվել էին մահվան հետ։ Ավելի մեծերը, 14 տարեկանները, փորձում էին հանգստացնել փոքրերին, բայց ապարդյուն։ Նավը հասավ Իրանի ափերին, սակայն այդ տարածքներում անգլիական նավահանգիստները նույնպես հրաժարվեցին երեխաներին ընդունելուց։ Պակիստանի սահմաններն անցնելու ժամանակ Հնդկաստանի Գուջարատ նահանգի Նավանագար քաղաքի պալատում լուրը հասավ Նավանագարի Ջամ Սախիբին։ Հնդկաստանն ամբողջովին գաղութացված էր, և մախարաջաները ձևական դեր ունեին։ Առանց թագավորական հրամանի ոչ մեկն իրավունք չուներ որոշումներ կայացնելու։ Սախիբն իր հպատակներին հրամայեց նավն ուղեկցել նավահանգիստ և իր մոտ բերել երեխաներին։ Մախարաջային խորհուրդ տվեցին որոշում կայացնելուց առաջ մտածել, որովհետև այդ քայլով նա զայրացնելու էր անգլիացիներին։ Մախարաջան ասաց. «Անգլիացիները վերահսկում են մեր տարածքները, բայց իմ խղճի տերը միայն ես եմ»։ 1942 թվականի օգոստոսին 740 երեխաներին տեղափոխող նավը կանգնեց Նավանագարի նավահանգստում։ Մախարաջան անձամբ էր գնացել նավահանգիստ։ Երբ երեխաներն իջան նավից, Մախարաջան սկսեց արտասվել։ Նրանք ասես քայլող դիակներ լինեին, մի քիչ ավելի մեծերն իրենց գրկին էին տանում փոքրիկներին, որոնցից շատերն արդեն ուժասպառ էին։ Մախարաջան ծնկեց երեխաների առջև և հրամայեց թարգմանել իր բառերը. «Բարի գալուստ իմ տուն, սա արդեն ձեր բոլորի տունն է, և դուք այլևս որբ չեք։ Ես ձեր բապուն եմ, հայրը»։ Մախարաջան Գուջարատ նահանգի Բալաչադի գյուղաքաղաքում մի ամբողջ կոմպլեքս կառուցեց՝ դպրոցով և մանկապարտեզով, հիվանդանոցով և խաղահրապարակներով։ Այդ գյուղաքաղաքը հնդիկներն անվանում էին Փոքրիկ Լեհաստան։ Երեխաները բոլորը կրթություն ստացան։ Նրանցից շատերը հասուն տարիքում պատերազմից հետո տեղափոխվեցին եվրոպական երկրներ։ Շատերը դարձան գիտնականներ և բժիշկներ, ճարտարապետներ և մանկավարժներ։ Ամուսնացան և ընտանիքներ կազմեցին։ Պատերազմից հետո Վարշավայում նոր հրապարակ հայտնվեց՝ Բարի Մախարաջայի հրապարակ։ Լեհաստանում Ջամ Սախիբի հուշարձանը դրվեց տարբեր քաղաքներում, սակայն նրա իրական արձանը ոչ թե քարից էր, այլ 740 կյանքերից կազմված անձեռագործ տաճար, որը կոչվում է Խիղճ։ Այս պատմությունը շատ նման է Եթովպիայի արքայազն և ապագա թագավոր Հայլե Մելասիի առածքայլին։ Երբ նա Երուսաղեմում որդեգրեց հայ որբերին, նրանց տարավ Եթովպիա, կրթություն և տուն տվեց։ Այդ որբերից շատերն իրենց կյանքը դնելու էին Եթովպիայի համար, երբ Մուսոլինիի զորքը հասնելու էր Եթովպիա։ Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից։